Հակոբ Գոջոյան կրթահամալիրի 10-րդ դասարաններ ներկայացնում են կանայք արվեստում նախագծայինը։ Պատկերացնում եք, մենք նախագծայինի համար հասցրեցինք այցելել 7 տարբեր վայրեր։ Մեր նախագծային աշխատանքի առաջի այցը եղավ Նունե Աղբալյանի արվեստանոց։ Նունե Աղբալյանը հայ տեքստիլ արվեստի ներկայացուցիչներից է, որի արվեստանոցը լցված է ստեղծագործական էներգիայով և նրբաճաշակությամբ։ Նրա աշխատանքները բնութագրվում են մանրակրկիտ տեխնիկայով և գունային ներդաշնակությամբ։ Նունե Աղբալյանի արվեստանոցը մի վայր է, որտեղ ստեղծվում են գեղեցիկ և խորիմաստ աշխատանքներ, որոնք արտահայտում են արվեստագետի աշխարհայացքը և ստեղծագործական մոտեցումը։ Մեր աշխատանքի շրջանակներում անմասն չմնացինք ցուցահանդեսներ այցելելուց։ Մենք եղանք շատ հետաքրքիր և տարբերվող կոնցեպտով ցուցադրության, որը կրում էր կանայք ընդդեմ պատերազմի խորագիրը։ Հաջորդը այցելեցինք Հասմիկ Ավետիսյանին և դիտեցինք նրա ստեղծագործությունները, որոնք խորապես արտահայտում են անձնական աշխարհընկալումը, հոգևոր որոնումները և մարդկային զգացմունքները։ Հասմիկ Ավետիսյանի համար նկարչությունը ոչ միայն արվեստ, այլ կյանքի կենսակերպ է և հոգու արտացոլանք։ Հաջորդ այցելեցինք Սոնա Բանոյանին, ով սիրում է կրկնել. այն էներգիան, որ տալիս ես աշխատանքին, հետ է գալիս, ու դա զգում ես հենց մթնոլորտից։ Այստեղ մենք քննարկում ենք մեր հետագա աշխատանքը և շտկում մեր թերությունները։ Իսկ սա իմ դեմքն է, երբ իմանում եմ, որ տեսահոլովակը ընդամենը 3 րոպե պետք է լինի։ Եվ այսպես մենք ուղևորվում ենք դեպի նոր կետ և քայլում մոտավորապես 30 րոպե, քանի որ ես շփոթել էի մեր կանգառը։ Նազիկ Ասլանյանը դիմավորեց մեզ այսպիսի հյուրընկալությամբ։ Իսկ սա մենք ենք մի փոքր ուտելուց հետո։ Նազիկի արվեստը ոչ միայն գեղեցիկ է, այլև խորը իմաստ ունի։ Նրա արվեստանոցը որպես ստեղծագործական միջավայր հանդիսանում է մի վայր, որտեղ նա կարողանում է ազատորեն արտահայտել իր մտքերը, զգացմունքները և գաղափարը։ Եվ այսպիսի ընկերական միջավայրով շարժվեցինք դեպի մեր հաջորդ վայրը։ Ցուցահանդեսը նվիրված էր հայ ճարտարվեստի կին վարպետներին։ Այն բացվել է կանանց տոնի շրջանակներում, մեծարելու հայ կին ճարտարապետների դերը մեր մշակութային և ճարտարապետական ժառանգության ձևավորման մեջ։ Եվ ամենավերջում ներկա եղանք նաև 29-րդ ալտերնատիվ արվեստի ամենամյա փառատոնի բացմանը։ Стоп, снято!